Բարև ձեզ սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, Գյումրիում էի, դուրս եկա նոր քաղաքից, ուղևորվում եմ հետ Երևան, հանրային գործիչ Կարապետ Պողոսյանի հետ կապված մի քանի քրեական բարույթներից մեկով դատական նիստ էր, բնականաբար քաղաքական բնույթի, քաղաքական բաղադրիչ ունեցող եւ Գյումրիից դուրս գալուց էլի տեսա այն հայտնի Գյումրի մուտքի մոզաիկան, շատ գեղեցիկ, բայց այդ մոզաիկան իմ մոտ ցավոք սրտի բացասական զգացողություններ է առաջացնում, որովհետև հենց այդտեղ էր կանգնած մեկը, որի անունը չեմ ուզում տալ, այս իշխանությունների հետ զերծորեն համագործակցող մեկը, որը դառավ հրձիքը Արմեն Գրիգորյանի, լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ այդ խայտառակ քարոզչության, տրավլիայի, կարելի է ասել, որը նրան բանտարկելու մի ամբողջ համակարգի կարևոր բաղադրիչներից մեկն էր, հիշում եք, ինչպես Բագրատ Սրբազանի դեպքում էին կտրտել, այնպես էլ Արմենի դեպքում էին կտրտել, նյութեր էին սարքել, դրել էին, իբր թե Արմենը վիրավորում է գյումրեցիներին, լինելով գյումրեցի, հետո մի խայտառակ հոդված կարեցին, ձերբակալեցին, կալանավորեցին եւ արդեն գործը դատարան ուղարկելուց հետո առաջին դատական նիստի օրը եղավ այն ինչ եղավ։ Ինչի դա հիշեցի եւ տխրությամբ հիշեցի, որովհետեւ այս երկու օր է տարբեր հարթություններով քննարկվում է նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ վերդիկտը։ Բոլորովին այլ գործով, որի հանգամանքներին ծանոթ չեմ, գաղափար չունեմ, դետալների մասին դատավորին ճանաչում եմ, նույն դատավորն է, որը նախագահում է նաև Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը, բան չեմ ուզում ասել, այսպես, հատուկ բան չեմ ուզում ասել, ոչ կարող եմ ասել, որ այս քրեական գործը Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ինչ-որ սարկած է, ոչ էլ կարող եմ հակառակը ասել, ոքի չեմ հասկանում, թե ինչի պետք է սարքեին մի դատավորի նկատմամբ, որը իրենց ամենակարևոր որոշումները կայացրեց իրենց համար։ Եվ սրա համար էի ուզում խոսել, որպեսզի մենք չմոռանանք, որ Արուսյակ Ալեքսանյանը այն դատավորն էր, որի որոշման հիման վրա Արմեն Գրիգորյանը բանտում էր եւ դա հենց Արուսյակ Գրիգորյանի որոշման տակ գտնվելով էր, որ մահացավ։ Մյուս դատավորը չհասցրեց որոշում կայացնել։ Մոտավորապես մի քիչ ժամ հետո պետք է որոշում կայացնել, բայց չհասցրեց։ Սա է, եւ ես տեսնում եմ, որ ինչ-որ հիացական բաներ եմ լսում նաև ինչ-որ մարդկանցից, զարմանում եմ։ Արուսյակ Ալեքսանյանը իսկապես լավ իրավաբան էր։ Բայց այսօր, որ մարդկանց խոսքի համար դատում են, ձերբակալում են, կալանավորում են, թող հնարավոր է նույնիսկ չձերբակալեն, չկալանավորեն, բացակայելու արգելք կիրառեն, բայց մարդուն տանում բերում են։ Այդ ամեն ինչը սկսեց հենց Արմեն Գրիգորյանի գործից։ Եվ հենց այն ժամանակ Արուսյակ Ալեքսանյանի պես դատավորները կարեն դրա դեմը առնել։ Այս խայտառակության դեմը կարեն առնել, կարեն ասել, ինչ է կարող։ Այլ ոչ թե կալանավորեին մարդուն եւ դուր բացեին այս խայտառակությունների համար։ 2022 թվականի մասին է խոսքը։ Հիշեք, այն ժամանակ սենց բաներ շատ չկար, էլի կար, բայց սենց չէր։ Եվ գիտեք ինչն է զավեշտ, դրան է ուզում հիմնականում անդրադառնալ։ Ուրեմն
քպեական մի падգամավոր այս հանգամանքը առիթ օգտագործելու վագը էլի վագ են ինչա դրել ոչ գիտեք էպիցետրները չեմ ուզում ասել բոլորը դիստումա հիշեցիք որ կանգնել ասում էր ինձ բանակում ներքնա շորտ չէին տալի ինչ այդպես մեկը կա մի խոսքով սա հիմա առիթ է օգտագործում Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ այս վերձիկը մեղադրական, որը չգիտեմ ինչ գործով է, բայց չգիտեմ, չեմ կարող ասեմ օրինական ապօրինին, գործունեություններին չեմ տիրապետում, օրինականության մասին չեմ կարող ասեմ, բայց ասեմ քաղաքական ինչի պետք է քաղաքական պատճառ ունենան, դել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ, որ այդքան ծանր գործ արեց իրենց համար։ Այն ամենակարևոր պահին դիմադրության շարժման, այն ամենաթեժ օրերին Արմեն Գրիգորյանի պես տղայի ձերբակալեց, то есть կալանավորեց։ Այն էլ մի գործով, որ առաջի անգամ էր կալանավորի թեմա բարձրանում էստեղ։ Շատ վիճելի գործով, մեղմ ասած շատ վիճելի գործով։ Ինչև է։ Ինչը ասում է այդ Վահագը ԿՊԱ-ական։ Ասում է, տեսեք ասում է, փաստաբանները ունեն գնահատման հարթակ, կոչվում է help court, իդեպ շատ լավ հարթակ է։ Եվ այս հարթակում Արուսյակ Ալեքսանյանը 17-րդն է։ Ահա այն ամենը ինչ կարող ենք ասել այդ help court հարթակի մասին։ Ինչի ասում, որտեղ մենք շատ հաճախ այդ փաստակն ենք բերում, ասում ենք, այս ինչ դատավորը լավագույններից մեկն է, ինչ դատավորը լավագույններից մեկն է այդ չափանիշով։ Դավիթ Հարությունյանի մասով էր վերջերս խոսում։ Ուրեմն զավեշտը որն է, որ իրանք այն դատավորին, որը իրենց այսպես կամքներ կատարում, մեղմ են շատ արտահայտվում, մեր դեմ են օգտագործում, ասում, տեսեք 17-րդն է։ Ես մի բան հիշեցի այստեղ։ Իրականում շատ լավ արձագանքել էր Հեպկորտի մեր փաստաբան գործընկերները, դա ինչ է իրանց ներկայացնում, դա էլ ասեմ շատերը չգիտեն, փաստաբանները մտնում են գնահատում են ներողություն դատավորները, այդքան բան։ Բայց իրենց դեմքով առանց որևէ բանի ամեն մարդ կարող է գնահատի դատավորին կամ դրական կամ բացասական եւ վերջն արդյունքում ինչ որ թիվ է ստացվում եւ դրանով ոչ պաշտոնական ինչ որ վարկանիշավորում է տեղի ունենում, այսպես ասած։ Դա ոչ պաշտոնական բան է։ Օրինակ միշտ շատ այսպես վաստակաշատ դատավոր Մասիս Մելքոնյանը եղել է վերջիններից մեկը, նույնիսկ վերջինը եւ այլն, տենց այդ մի քանիսը եւ հակառակը լավ դատավորները այն մեջտեղներում լիքը բան կարող է այն չլինի, բայց սկիզբն ու վերջը իմ գնահատմամբ միշտ եղել է շատ արդար։ Հիմա ես այդ հիշեցի Արուսյակի հետ կապված։ Երբ որ Արմենը այդ ողբերգությունը եղավ, մահացավ, մեկ էլ տեսնեմ իսկապես այս Վահագի իրանց բանը որն է, որ իրանք իրանց ասացի մեծ մասը ոչ թե սուտ, այլ կիսա ճշմարտություններ են։ Այդ դա ավելի վտանգավոր է, քան մաքուր սուտը։ Որովհետև իսկապես ժամանակ ա եղել, որ Արուսյակ Ալեքսանյանը 17-րդն ա եղել երևի։ Հավանաբար, էլի թիվը ես չեմ հաշվել, բայց բարձր ցուցանիշներ ա ունեցել։ Ու եւ ես այդ հիշեցի, թե ոնց եղավ։ Արմենից հետո, երբ որ ես շատ ուղիղ հայտարարեցի, որ ժողովուրդ, մենք չպետք է մոռանանք, որ այս ամենը եւ մենք չենք մոռանալու, որ այս ամենը 4 մարդ է այստեղ, որ դեր ա ունեցել։ Առաջայցանի դատավորը, Արուսյակ Ալեքսանյանը, որ ես համարում եմ ամենամեծ մեղքը, իդեպ չեմ ասում, որ ինքը գիտեր ինչ էր լինելու, բայց ինքը մարդու ճակատագիր փաստացի որոշեց։ Դու չգիտես մարդուն, որ կալանավայր ես ուղարկում, ինչ կլինի այդ մարդու հետ։ Ու մենք էլ չգիտենք ինչա տեղի ունեցել։ Արմենը շատ մեծ լսարան ուներ, Արմենը սիրված էր ու մարդկանց հետ աշխատելու ու խոսելու ձև ուներ։ Արմենը խոսքով, Արմենը այսօր լիներ լիքը բան, սեր չէր լինի։ Աստված հոգին լուսավորի։ Եվ ես 4 հոգու անուն հենց այդ նույն օրը ինձ հրավիրեցին, չէի ուզում խոսել, բայց պնդեցին, ես էլ ասացի, թե լավ, այսօրը հիշատակ Արմենի պետք է խոսել։ Այդ ելույթս կարող եք տեսնել։ Հուլիսի 15-ին 2022 թվականին դիմադրության շարժման օրերն էին։ Ու այս նորից ասեմ, այս դիմադրության շարժման ամենաթեժ օրերին Արուսյակ Ալեքսանյանը կալանավորեց Արմեն Գրիգորյանին։
Եվ ես ասեցի Արաչի Հայցյանի դատարանի դատավոր վերաքննիչի, դատավոր որ մերժել էր մեր բողոքը, քննիչ եւ դատախազ։ Այս մարդիկ պետք է իմանան, որ նրանք առնվազն բարոյական պատասխանատվություն են կրում, իրավականի մասին այս պահին մենք չենք կարող խոսել, որովհետեւ քաղաքական գործ է, իշխանությունը քանի դեռ չի փոխվել, մենք դրա մասին որևէ հարցի պատասխան ստանալ չենք կարող։ Չենք կարող որևէ հարցի պատասխան ստանալ։ Եվ մեկ էլ դրանից հետո ինչ եմ նկատում, հիշենք Վահագն Ալեքսանյանը ինչ էր ասում, ասում էր 17-րդն ահա այն ամենը ինչ պետք է իմանալ այդ health court-ի մասին։ Մեկ էլ ես տեսնում եմ արհեստականորեն այ ուսակի ցուցանիշը բարձր։ Ես էլ չեմ նայում, չեմ առանձնապես, այսպես շատ չեմ հետաքրքրվում health court-ով, էլի այտենց դեպքից դեպք ինչ որ նոր դատավոր է լինում, փորձում եմ այդ ժամանակ, բայց դες չի որ էլի ամեն օր մտնում նայում ենք։ Ընկերներիցս մեկը ասում է, որ այտենց ցուցանիշները աճում ու աճում են, sense դա փաստաբանները մտնում պլյուսներ են դնում։ Հետո պարզեցի, որ սա կազմակերպված էր Արուսակ Ալեքսանյանի, չեմ կարող ասել անձամինքը տեղակ եղել է թե չէ, որոշ մտերիմների կողմից, անուններ չեմ ուզում տալ, այսպես նրա համբավը վերականգնելու համար, որ հա դե Արուսակը ճիշտ է, դատավորն էր, որը որոշում էր կայացրել Արմենի հետ կապված, բայց դե տեսեք փաստաբանները ինչքան դրական են վերաբերվում։ Ես իհարկե մեղմ ասած դրական չեմ վերաբերվում այն փաստաբաններին, որոնք որ այդպես ինչ-որ խնդրանքների տրվելով այդ պլյուսները դնում են, որ չասեմ անընդունելի է, ես նորմալ չեմ համարում։ Խնդրանքով բանանել է որս է, որևէ մարդը պետք է դատողություն ունենա, չէ՞ որ նայես ես մի քանի հոգու եմ գնահատել, են էլ շատ հստակ կամ դրական կամ բացասական, շատ հստակ պատճառներով։ Եվ իրականում, եթե հիշում եք այն ժամանակ ես հրապարակային խոսեցի սրա մասին, հանրային բարոյականության մասին, որ մանրակ կգտնեք, ես շատ երկար խոսեցի դրա մասին, թե իրավապաշտպանները ինչով պետք է զբաղվեն, կամ ինչ հանրային պատասխանատվություն են ստանձնում իրավապաշտպանություն իրականացնելով, ինչ կարող են անել, ինչ չեն կարող անել։ Ինչևէ, հենց այս առիթով, так что ասածս ինչ էր, որ Վահագն Ալեքսանյանի ասացի մեջ ճշմարտության բաղադրիչ կա։ Իրոք եղել է ժամանակ, ոչ հիմա հանված է այդ աղջիկը գնահատման համակարգից, բնական է հանված է, որտեղ ինքը արդեն 2-3 տարի է դատավորի կարգավիճակը կորցրել է։ Բայց այն ժամանակ երբ ինքը դատավորի կարգավիճակ ուներ, նա իսկապես բարձր վարկանիշ ուներ վերջում։ Ինչու՞, բացատրեցի թե ինչու։ Ճիշտ է ասում Վահագն Ալեքսանյանը, որ դրանով փորձում է հարվածել։ Փաստարկը ճիշտ է։ Ոչ, փաստարկը ճիշտ չի, որովհետև ինչպես շատ ճիշտ իմ գործընկերներից մեկը նշեց, health court-ը իդեալական հարթակ չի։ Այդ գնահատման, դատավորների գնահատման հարթակը, բայց կներեք ավելի լավ հարթակ եւ ավելի ազնիվ եւ ավելի արդար հարթակ գոյություն չունի։ Սա էր, սա հիշեցի, սա էի ուզում կիսվել ձեր հետ, որպեսզի առաջին մենք չմոռանանք Արմեն Գրիգորյանի հիշատակը։ Եվ կարծում եմ ոչ միայն ես, այլև շատ շատերս պարտք ունենք Արմեն Գրիգորյանի հիշատակի առջև։ Առնվազն թույլ չտալու, որ այն մարդիկ, որոնք դեր են ունեցել նրա այս ողբերգական մահվան մեջ, չեմ ասում դիտավորյալ դեր, պարտադիր չի դիտավորյալ, իրաց տեղում չեն գտնվել, իրենց գործառույթի փոխարեն ինչ-որ մարդկանց ծառայություններ են մատուցել, կամ ուզել են լավամարդ լինել, կամ հանձնարարություն են ստացել, մի օր կիմանանք այդ ամեն ինչը։ Մի խոսքով, մարդիկ, որոնք դեր են ունեցել, ու ընդ որում հիշեցնեմ, դա առաջի շրջաններ էս հալածանքի, որ դրանից հետո խոսքի ազատության, այսպես էս խայտարակ էս հալածանքները գնալով համատարած այդ ժամանակ, եթե այն դատավորները, ինչպիսին օրինակ նույն Արուսակ Ալեքսանյանների դեմ, որը ի վիճակի էր, թե գիտելիքներ հերիքում, թե իմ կարծիքով դուխներ հերիքում, բայց դրա փոխարեն այդ մարդիկ ուրիշ բան որոշեցին, չգիտեմ ինչի որոշեցին, լրիվ ուրիշ բան որոշեցին, լրիվ ուրիշ վարքագիծ դրսևորեցին։ Առաջինը, որ հիշատակը
մենք շարունակենք հիշել Արմենին եւ հարգանք մատուցենք նրա հիշատակին, երկրորդ որ թույլ չտանք որ մարդիկ տենց հերոսանան, տենց ինչ որ փորձեն ռեաբիլիտացվել, չէ։ Okay, նիկոլականների մասին չեմ խոսում, բայց ընդդիմադիրների աչքում չի կարող դրական լույսի ներքո, որևէ դրական լույսի ներքո երևա Արուսակ Ալեքսանյանը, չի կարող ուղղակի։ Չի կարող։ Եվ շատ կներեք, մի ստիպեք, որ ես անդադ սա հիշացնեմ։ Իսկ ես անդադ սա հիշացնելու եմ։ Ես շատ լուրջ եմ վերաբերվում իմ բարոյական պարտավորություններին, իսկ ես բարոյական պարտավորություն եմ զգում Արմենի հիշատակի առջև։ Արմենի իմ ընկերը չէր, իդեպ։ Արմենի իմ ընկերը չէր, մենք մտերմացել ենք, այո, բայց մինչև իր կալանավորումը, այո, մենք ճանաչում ենք իրար, բայց Արմենի իմ ընկերը չէր։ Բայց Արմենը շատ ընկերներ ուներ։ Շատ ընկերներ ուներ։ Եվ ես շատերի հետ չեմ շփվել այդ ժամանակ, էլի։ Չէ իմանում ուր են այդ մարդիկ, բայց էլի ես առիթով երբ խոսում եմ, մի բան եմ ասում, մարդ աշխարհում մի ընկեր ունենա Հրանտ Արամիչի, Հրանտ Թոխածյանի պես լինի այդ ընկերը։ Ես այդտեղ հասկացա, թե ինչ է նշանակում նվիրված ընկեր, իսկապես։ Ես իմ կյանքում շատ բաներ եմ տեսել, շատ լավ ընկերներ եմ տեսել, բայց այդպես նվիրված ընկերություն չեմ տեսել։ Սա էի ուզում խոսեի, սա էի ուզում ասեի, նաև ասեմ, որ այսօր դրական քաղբանտարկյալներից դրական լուր ստացանք կապված Մկրտիչ Սրբազանի հետ, որ դրա տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության, շատ ուրախացանք։ Ուրբաթօրը Արագածոտնի եւ Մասյացոտնի թեմերը համատեղ միասնական ժամերկություն եւ համատեղ աղոթք են անում Մուղնիի եկեղեցում, ժամը չեմ հիշում։ Հատ նայեք կամ Մասյացոտնի կամ Արագածոտնի թեմերի էջերը կտեսնեք եւ շատ մեծ հույս ունենք, որ այդ օրը մենք այդտեղ կարողանանք տեսնել նաեւ թեմակալ առաջնորդին Արագածոտնի թեմի Մկրտիչ Սրբազանին։ Այսքանը։ Շնորհակալություն, տեսություն։